Ըստ էության երկու հոգով ենք եկել նախկին միաբան Ղազարի հետ ու կարծում եմ շարունակական կլինի Աստծո օգնությամբ։ Դե մեր լուսահոգի Բադիրար Թորգոն Բադիրարքը միշտ ասում էր, որ ուխտավորը 7 անգամ պետք է գա։ Եվ խորթությունը չկա, հարազատությունը շատ կա, կարոտը շատ կա։ Դուք որ տոներին եք ավելի շատ մասնակից եղել։ Տերունական տեղերի առումով Երուսաղեմը ինձ համար ուղղակի Տիրոջ տունն է, որտեղ ինքը ապրել է։ Շատ մարդիկ ասում են Աստծո շնորհը հեռացավ, այդ շնորհ չկա։ Իմանան թե իրականում մենք ինչքան հարուստ ենք։ Սաղիմահայությունը իհարկե իր ներկայությունը կարծեք թե շատ пассив է։ Ինձ համար տաթևացա գետ է, այսպես ասեմ։ Ես արդեն թեման վերցրած համասահանական այդ միջանցքով անցնում եմ 28 տարիների ընթացքում ես թարգմանեցի աշխարհաբար։ Աղջիկ ջան, մոլորված եք։ Դե գիտեք, որ իրենք կաթոլիկ են եւ գիրք հրատարակվել է Վենետիկում, Սուրբ Ղազարում, Գրիգոր Տաթևացու բառապաշարը ներառված չի։ Սա մի հատորն է, համաբարբարի, 4 հատոր է։ Այդ առումով դրանից հետո արդեն գիրքարծմանցի թարգմանությունը դրվեց սեղաններին, մեր եկեղեցիների զավակների։ Իսկ վաճառքի կա։ Վաճառքի չենք արել։ Ուրեմն առաջի գործը քո թեզը Տաթևի համալսարանն էր, երկրորդը գիրքարծմանցի Տաթևացու քերականական Հայաստան 1729 թվականի հրատարակությունից դուրս է բերվել ընդդեմ տաճկաց գլուխը։ Կան մարդիկ, լսել եմ նույնիսկ հոգևորականներ են արտահայտվել, Տաթևացին ժամանակավոր է։ Ինչ կասես իրենց։ Դու գտար Տաթևացին, թե ինքը քեզ գտա։ Տղամարդը գետի նման է, կինը ծովի։ Տղամարդը բերում է, կինը հավաքում է։ Սերը նախ առաստված եւ սերը հայրենիքի նկատմամբ, սերը հայ մարդու։ Այնտեղ բավականին լուրջ կռիվներ են եղել եւ իրեն փորձել են թունավորել։ Առաջին տարբերակ իբրև քննարկվել է Գանձասար տեղափոխելը։ Օրինակ գիտես, ես ինչ եմ մտածել, Աստծո նախախնամությունը այսօրվա Հայաստանը հյուսիսում Օձնեցու գերեզմանն է փակված, հարավում Տաթևացու, սրտում Մեսրոպ Մաշտոցի։ Համարձակությունս հերիքեց, որպեսզի գիրքը վերցնեմ, սրտից դնեմ ու գնամ հասնեմ Արցախ։ Պատվական իրը բարձր տեղում է դնում։ Մեր եռամետին ցույց տանք, որ իսկապես 16-րդ դարի մանրանկարում 3 անգամ ինքը մեծ է նկարված, քան ժամանակակիցները։ Հա։ Իսկապես եռամետ։ Խաղաղություն քեզ հարգելի բարեկամ, այսօր Հարցմունք վարդապետի հաղորդման հյուրն է շատ հետաքրքիր մի անձնավորություն, Սուսաննա Գրիգորյանը։ Քրիստոս հարյավի մեռելոց, Սուսաննա։ Օրհնյալ է հարություն Քրիստոսի։ Շնորհակալ եմ մեզ եւ ձեզ մեծավետի, շնորհակալ եմ, որ չմերժեցիր այս հանդիպմանը, որտեղ ճիշտն ասած միշտ որ գալիս ես, մտքովս անցել է, բայց չէր ստացվում, միշտ դու ես զբաղված, ուխտագնացություններ, ես եւ այլն, բայց փառք Աստծո, այս անգամ ավելի ազատ ես։ Դու այս տարի մենք դուքով ենք խոսում, որտեղ շատ մոտիկ ենք եւ ավելի ազատ է, չէ՞, երևի տենց բան կանենք։ Ուրեմն Սուսաննա, դու այս տարի եկաք Երուսաղեմ ուխտավորաբար, բայց ոչ առանց խմբի։ Սա առաջի անգամ է, որ մենակ եք գալիս։ Ըստ էության երկու հոգով ենք եկել նախկին միաբան Ղազարի հետ։ Հայաստանից ուխտավորներ չունենք, բնականաբար պատճառները բոլորս հայտնի են։ Ես սկսած 2010 թվականից գրեթե յուրաքանչյուր տարի փորձել եմ լինել Երուսաղեմում։ Արդեն որորդ անգամ էր այս։ Կարծեք թե 10-րդը պետք է լինի, կորոնայի տարիները խանգարեցին, բայց տարին մեկ անգամ արդեն գալը դարձել է գրեթե պարտադիր, որովհետև Երուսաղեմում կանթեղի յուղի հետևից ես գալիս հենց քո համար, իբրև հավատացյալ, իբրև մարդ, բանական մարդ, որ այստեղ գալիս ես լիցքավորվում, գնում, նորից գալիս, նորից լիցքավորվում։
Ու կարծում եմ շարունակական կլինի Աստծո օգնությամբ, ինչքան որ կկարողանամ, ինչքան որ ոտքի կլինեմ, գոնե այն մի անգամ անպայմանորեն կաշխատեմ գալ։ Դե մեր լուսահոգի Բադիրար Թորգոն Բադիրարքը միշտ ասում էր, որ ուխտավորը 7 անգամ պետք է գա։ Դուք ուրեմն 7 անգամ անցաք, արդեն դուք մահտեսի եմ։ Մահտեսի կարելի ասել, բայց հիմա որ առաջի անգամ եկաք եւ այն առաջի անգամ երբ որ եկաք եւ այսօր տարբերությունը ինչ եւ ընդհանրապես ամեն տարի Իրանի եմ տալիս առաջին անգամ գալու օրերին ինչի համար պատկերացրեք նորացնին խանձարուրի անմեղությամբ ես նայում ամեն ինչին դրանից հետո փորձում եմ միշտ ուխտավորի հետ գալ ինչ առումով երբ որ խմբի մեջ նոր ուխտավորներ կան ու առաջին անգամ են էլի նույն զգացողությունն ես ունենում թե իրենք ոնց են ընկալում տերունական տեղերը ոնց են ընկալում Աստծո ծննդավայրը մակարդությունը գերեզմանը Գողգոթան ամեն ինչը այսինքն ինքդ նորից նորոգվում ես առաջին անգամ եկող ուխտավորի հետ բնականաբար այս տարիների ընթացքում ես կարծես թե տեսակ իհարկե ինձ համարում եմ արդեն Երուսաղեմինը համարում եմ որ իմն է համարում եմ որ իմ տուն եմ գալիս սաղի մահայ իսկապես թե եւ խորթությունը չկա հարազատությունը շատ կա կարոտը շատ կա ամեն անգամ այդ պահը որ պիտի արդեն տաճար մտնեմ աչքերից չեմ հավատում որ նորից պիտի տաճար մտնեմ ու անցնեմ այդ բոլոր տեղերով Բեթխեհեմն էլ նույնը ծննդավայրը այսօր ինչպես Բեթխեհեմում արդեն եղել ենք վաղը Աստվածածին կլինենք Ձիթենյաց լեռ պատարագի մի խոսքով կաշխատենք երկու ուխտավորով ինչ որ այսօր ինձ ստացանք տանենք Հայաստան աշխարհ ամբողջ ես օրհնությունը այս անգամ մի տեսակ օրհնությունը ես ինքս շատ էի զգում շատ չափից ավելի շատ կարծում եմ որ շատ լավ բաների պիտի ականատես լինենք որովհետև միշտ արևածագից առաջ խավարամած խավարա լինում ու շատ լավ պիտի լինի Դուք որ տոների եք ավելի շատ մասնակից եղել ծննդյան հիմնականում լուսահանության հարության այդպես ստացվել է բայց ես կարծում եմ որ նախախնամությամբ էլի շատ անընդհատ ուզել եմ որ այդ պահին ներկա լինել շատ ազգություններ ու ազգեր աշխարհը գրեթե չգիտի էլ որ մենք ակունքներում կանգնած ենք ինչ չափով ենք կանգնած ինչքանով ենք պատասխանատու լույսը մինչև այսօր էստեղ հասցնելու համար բայց շատ ուրախ եմ որ երևի բացառությամբ համբարձման տոնի մնացած բոլոր տաղավար տոներին ստեյցան ներկա ենք մասնակցել ենք արդեն հասցրել ենք որ տոնն է ավելի ձեզ Խաչի տոնն էլ բավականին գեղեցիկ էր Տիրամոր վերափոխման տոնն էլ բավականին գեղեցիկ լուսահանությունը ինձ թվում է քրիստոնյաների տոնախմբությունն է բոլորի ինչին որ մենք ապագայում էլ կգնանք այսինքն բոլոր քրիստոնյաները իմի կգան բոլորը կմիավորվեն որովհետև ապագայում հենց այդպես էլ պիտի լինի Այստեղ դեռ իհարկե տաճարում այն կարգապահությունը չկա կամ հոգու այն բարձունքը չկա որ կուզեինք բոլորս տեսնել սպասել Տիրոջ լույսին բայց որ տոնը կա տոնախմբությունը կա հավաքական այդ բավական ուրախությունը կա անմեկնելու ուրախություն իսկապես սիրում եմ ու ամեն անգամ որ գալիս եմ ասենք մտածում ես թե տաճարը ամեն ինչ կարող հատկապես որ ներկա են լինում կռիվների երբեմն նաև ցավալիորեն ձեզ կրտուկի բայց բացարձակապես խնդիր չի որովհետև այն ինչի որ դու ականատես ես լինում ինչքան լծված ես դուրս գալիս տաճարից փոխհատուցվում է ամբողջությամբ իսկ ձեզ համար Երուսաղեմը ինչու է կարևոր եթե կարևոր է բնականաբար կարևոր է որովհետև Երուսաղեմը ոչ միայն հոգևոր առումով քրիստոնյաների համար, այլ հենց Տիրոջ ներկայության առումով, որ հաստատապես գիտենք, էջմիածնում ասենք տեսիլքով երևաց գիտենք, բայց Երուսաղեմը գիտենք, որ Տերը ամբողջությամբ վարդապետությունն էստեղ արեց։ Այդ առումով ամեն ինչը, ասենք մենք հրեշտակապետած վանքում մտածում ես այդտեղ Տիրոջը կապել են, հրեշտակապետերը կանգնած են եղել, այսինքն սա առասպել չի, հեքիաթ չի, մեր կյանքը ու մեր էությունը, մեր ամբողջ անցյալը, ներկան եւ ապագան տերունական տեղերի առումով Երուսաղեմը ինձ համար ուղղակի Տիրոջ
տունն է, որտեղ ինքը ապրել է։ Իբր մարդացած Աստված արդեն։ Այդ առումով։ Քաշում է Երուսաղեմը։ Բավականին շատ։ Կապրեք Երուսաղեմ։ Մտածել եմ իհարկե, երբեմն հոգևոր առումով, երբ որ բավականին դժվար վիճակներում եմ լինում, Հայաստանն էլ բավականաչափ Աստծո տունը բոլոր առումներով։ Այն առումով, որ ինքը Երանի տվեց նրանց, ովքեր չտեսան ու հավատացին, հանձնից մեր թագավորի, Աբգարի, մենք իր լույսի որդիները դարձանք այն առումով, որ խաչը կրեցին բոլոր առումներով։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ապրելն էլ բավականին մեծ պատիվ է հայ քրիստոնյա մարդու համար, առավել եւս որ մենք էլ մեր հերթին անելիքներ ունենք իրապես դառնալու Աստծո որդիները։ Սուսաննա, օրինակ ինչ խորհուրդ կտայք որպես մաղթես փորձառու 10-11 անգամ որ եկել եք Երուսաղեմ, այն ուխտավորներին, նրանց, որոնք ցկտում են գալ Երուսաղեմ կամ առաջի անգամ պետք է գան, ինչ խորհուրդ կտայիք դուք։ Առաջին հերթին իհարկե շատ կուզեի, որ իրենք բոլոր խորհուրդների մեջ կենթանի Տիրոջը տեսնեին, չանցնեն որպես տուրիստ, այլ անցնեն, որտեղով անցել է իրենց հայրը։ Գիտակից ձևով, այսինքն։ Բավական։ Այսինքն աղոթական վիճակ այսպես թե այնպես բոլորը լինում են, բայց խորանալ, հասկանալ, այդ իրադարձությունը այդտեղ տեղի ունեցավ, այդ ամեն ինչը այդ պահին տեղի ունեցավ, այդ խորհուրդները այդտեղ եղավ։ Դե Ադամի մեղքով մահը աշխարհ մտավ Տիրոջ խաչելությամբ, մահը վերացավ ընդհանրապես։ Այսինքն ամեն մի խորհրդի մեջ եթե մի քիչ փոքրիկ մինչև գալը ծանոթանան, պատմությունները իմանան, թերևս դրա կարիքն էլ կա, որովհետեւ իսկապես հասկանան, որ այդ ինչ մեծ պատիվ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, թեկուզ մի անգամ գտնվել Երուսաղեմում։ Իսկ քո համար օրինակ որտեղն է այս սուրբ երկրում չնայած չկամ հասկացա, որ Սուրբ Հարության տոնին էս ավելի շատ մասնակ եկել, որ սրբավայրն է ավելի քեզ քաշում, ավելի մի քիչ խորհրդավոր, չնայած երևի բոլորն են, բայց sense կա որ մի սրբավայր, որ յուրահատուկ է ձեր համար, այսինքն քո համար։ Զարմանալիորեն շատ հետաքրքիր զգացողություն եմ ունենում Համբարձման լեռան վրա։ Եթե ասեմ, որ հստակ գլխի եմ ընկնում կամ գիտակցում, թե ինչ պատճառով չգիտեմ, բայց ուղղակի ամեն անգամ գիտեմ, որ Տիրոջ ոտքը վերջին անգամ այդտեղ խփվել, դա այն վերջին հանգրվանն էր երկրի, ու այդտեղից համբարձվել է։ Այդ Համբարձման լեռը ինձ համար խորհրդանիշ է, անցումի։ Այսինքն ամեն մի երկրային մենք բոլորս, որ լույսի որդիներ ենք, բայց դեռ երկրի վրա ենք, մի օր պիտի այդ ոտքը դնենք ու բարձրանանք։ Այդ առումով Համբարձման լեռան վրա խորհրդածություններից մի շատ մարդկային առումով, մարդկայինից դեպի աստվածայինի անցման ինչ որ շատ հետաքրքիր զգացողություններ եմ ունենում այդ լեռան վրա։ Իսկ գիտես, sense հիմա այս նորոգությունները, որ արվում է 2017-ին գերեզմանը նորոգվեց։ Ռուսերեն կուվուկլյա են ասում, հունարեն բառից է գալիս, մենք բոլորաշեն ենք ասում։ Շատ չի տարածված այդ խոսքը բոլորաշեն։ Ուրեմն դա նորոգվեց, հիմա այս հատակն է նորոգվում, շատ մարդիկ ասում են Աստծո շնորհը հեռացավ, այդ շնորհ չկա, դուք այս տարիների ընթացքում դուք զգացիք, որ այդ շնորհը չկա նորոգությունից հետո հիմա որ տեսակ հատակը շատ sense ինչ վիճակի մեջ է, տախտակներով, երկաթներով փագած, sense կեղտոտ, գեդինը դուք զգացիք, որ ինչ-որ մի բան պակասել է։ Չէ, կարծում եմ շատ տաճարը շատ բարեկարգված վիճակում դեռ կշարունակվի եւ մթնոլորտ է այդ դա նկատում ոչ թե գեղեցիկ է կամ գեղեցիկ չէ։ Ես կարծում ընկալումները բացարձակապես մարդու մոտ հոգևոր են։ Եթե մարդը կմտնի կնայի այնտեղ ասենք հունած աստիճանի ներկայությանը, որ կարծեք թե պիտի խանգարի անընդհատ, բայց չեմ կարծում թե այդ դրանք շատ ավելի կարևոր են կամ առաջնային են, քան որ իրականում այնտեղ
Հովսեփ Արեմաթացի կա մեր երկրորդ Գողգոթան, կա մեր հարության հատվածը, կա այսինքն այդ նորոգությունները շնորհի պակասություն չի կարելի ասել։ Չէր կարող լինել։ Դա մարդուց է կախված, Բնականաբար։ Եթե մարդ չի կարող ընկալի, հա, ինչ էլ լինի, կարծում եմ, որ իսկապես ինչ որ պատճառ փնտրել եւ ինչ որ մի բան ասել կգտնվեն իհարկե, բայց դա չի կարևորը։ Ուրեմն հետաքրքիր է, ես ճիշտ ասած մտածում եի Սուրբ Հարություն, բայց դու ասացիր բանն է, համբարձման լերը եւ եթե այսպես նայենք, այնտեղ քրիստոնեական սրբատեղի չի հիմա այս պահին։ Այսինքն սրբատեղի է, բայց արաբների հա մսկիթի տակ եւ դա եղած է հայկական եկեղեցի 1800 թվականներին երկրաշարժը եղել քանդվել է, հետո նոր կարծեմ ինձ համբարձման տոնի օրերին են միայն թույլ տալիս որ հայոց եկեղեցու ներկայացում լինի այնտեղ։ Միայն հայերը չէ, բոլոր քրիստոնյա հարանվանությունները տարին 2 անգամ մի անգամ համբարձման տոնին եւ մի անգամ մեծի պահոց շրջանում կարող են գնալ պատարագանել եւ հետաքրքիր ինչն է, դες վերջի տարիները շատ չեն գնում այդ օրերին ուխտավորների համար, որտեղ ուխտավորները համբարձման տոնը կարող չտեսնեն, իրենց համար պատարագ է արվում, անշուշտ այդպես շքեղ տոնախմբությամբ չի արվում ինչպես համբարձման տոնը, բայց այնտեղ արվում է եւ նորից այդ համբարձման հետ կապված բաներն են ընթերցվում, խոսվում, քարոզվում, այն է եւ դրամ ենք վճարում նվեր տալով շեյխին, որ թույլ տալիս է, բայց դրամ ենք տալի նվեր, որ մենք մեզի թույլ եք տալիս, ձևով արկել չեք հանդիսանում, քաղաքականություն է։ Լավ, Երուսաղեմ, իսկ ինչ կասեք հայ Երուսաղեմի մասին, ինչ է ձեզ համար հայ Երուսաղեմը։ Նախ տարբերվում է հայ Երուսաղեմ ասելով ընդհանուր Երուսաղեմից։ Սաղիմահայությունը իհարկե իր ներկայությունը կարծեք թե շատ пассив են։ Ես այդպես եմ անցալել։ Բանի ծիսական բոլոր առումներով։ Այսինքն երբ որ մենք գալիս ենք բարի լույսից այն կողմ չնայած ասենք բաղճաթաղով ենք անցնում, իրենք էստեղ են ապրում։ Նաև տաղավարտոների ներկայությունը երբ որ պիտի հաղորդվեն, շատ քիչ ենք տեսնում իրենց։ Կարծեմ իրենք էլ ակտիվանալու, հատկապես որ երիտասարդները կարծեք ավելի ակտիվ են, քան տարեց կողմը։ Հետո ճիշտ այստեղ ասենք մի այս օրերին հարության տոնին մի բան կա, որ հայաստանյան եկեղեցիները չեն անում, դա օգտավորի պատարագն է։ Օգտավորի պատարագը, երբ որ բոլոր սրբությունները դուրս են բերվում։ Ու ես առաջին անգամ սրբի մասունքները դուրս են բերվում, ուղղակի այդքան գանձ ու այդքան հարստություն մի անգամից ու օգտավորի համար հատուկ, որ բոլոր հայր սուրբերը իրենց ձեռքին այդ մասունքները պատտվում են նաև ամփովանիով, խաչի մասունքով, հետո երկրորդ անգամ են պատտվում, որ բոլորը կարողանան ասենք Սուրբ Մակար, Հովհաննես Գեբերյան, Սուրբ Վարդան, Սուրբ Նիկողայոս Հրաշագործ, բոլոր ամեն մեկից մի զորություն է ստանում։ Հավանաբար երիտասարդները կամաց, որովհետև կազմակերպական առումով այս օրերին էլ փորձում են ինչ-որ բաներ ավելի լավ անել, իրենց ներկայությունը ավելի լավ ցույց տալ։ Կարծում եմ կակտիվանան։ Դե մենք ընդհանրապես ոչ միայն սաղիմահայությունը, ոչ միայն այստեղ դուք ամբողջ հայությունը անելիքներ ունի, որ իմանան, որ թե ինչ թագավորական տուն ունենք։ Իմանան, թե իրականում մենք ինչքան հարուստ ենք։ Իսկապես անառակ որդու պատմության առումով, որ կաղին ենք ուտում, բայց գիտենք, որ մեր հայրը մեզ սպասում է։ Ու իրականում դեռ չենք էլ պատկերացնում, թե ինչ հարստությունների տեր ենք։ Մի փոքրիկ ազգ, որ 10-12 միլիոն ենք ամբողջ աշխարհով, 2 միլիոն չգիտեմ կամ 2 միլիարդ կաթոլիկ եկեղեցի, հույն եկեղեցի 100 միլիոն դրանց համեմատ մենք Սիոնում այսքան տերունական տեղեր ու այսքան հատկապես խորհուրդ ունեցող տեղեր, որտեղ տիրոջ հետ կապված բազմաթիվ բաներ են տեղի ունեցել, թվում նաև հրեշտակապետացը, որտեղ
արյունը թափվելուց հետո մեր ծիթերինը կայապայի բազմաթիվ տեղերով։ Կարծում եմ, որ այնքան անելիք ունենք, որ յուրաքանչյուր հայր ուղղակի համարի, որ պարտադիր, այո, տարին մեկ հնարավորության սահմաններում պիտի կարողանա գա։ Իսկ Երուսաղեմը ինչ է տալիս, ինչ է տվել քեզ կամ տալիս։ Վստահություն ավելի։ Ինչի մեջ վստահություն։ Հայ մարդ։ Այսինքն ես միշտ փնտրել եմ հայ մարդու որտեղից գալը, ապրելու խորհրդանիշը Աստծուց ստացված։ Աստված մի բան մեզ ի սկզբանե իհարկե տվել է, ինչ էր տվել դեպի ուրատանում։ Երուսաղեմը այն բացառիկ աստվածային տերունական տեղն է, որտեղ դու հասկանում ես, որ այո, Տիրոջ կողմից ստացված բազմաթիվ հանձնարարականներ նաև ունես մարդկության համար, քո երկրի համար, քո համար։ Հիմա ամեն տարի դու գնում ես, ինչ ես ստանում այստեղից։ Այնքան շատ բան, որ չէ, հասկացա, դա նկատի չունեմ, հոգևոր առումով այն ինչ որ ես կարողանում եմ այդ լույսը տանել, բավարարում է ոչ թե միայն ինձ, կարծում եմ մի քանի 100 մարդու։ Ես երբեք չեմ սիրել խոսել, տեսեք, մասնագիտության առումով շատ մոտ լինելով աստվածաբանությանը, քանի որ Գրիգոր Տաթևացի եմ պաշտպանել, բայց դրա հետ միասին ես անverջ խոսում եմ, անverջ պատմում եմ, անverջ ներկայացնում եմ, անverջ ոգևորում եմ, հասկանում եմ, որ այստեղ ես տեսնում եմ երկրի ու երկնքի կապը, ես տեսնում եմ Իսրայել Հակոբի տեսած աստիճանները, այսինքն դեպի Աստծուն իրապես գնալու բոլոր հնարավորությունները։ Հարգելի բարեկամներ, մենք փոքրիկ փորձեցինք ծանոթանալ Սուսաննա Ուխտավորի, Մախտեսի հետ։ Բայց ավելի ինձ կհետաքրքրեր Սուսաննան, որը ինձ համար Տաթևացագետ է, այսպես ասեմ, եւ չի եմ կարծեմ ես եմ, չէ, Սուսանին կնքել եմ, այսպես ասեմ, Սուսաննա Տաթևացի, եթե ուրիշ մեկը ասել է, չգիտեմ։ Չեն ասել հաշտի։ Հա։ Ուրեմն քո մասնագիտությունը ինչ է։ Ավարտել եմ Երևանի Պետական համալսարանը, ըստ էության նախապես լինելով գրաքննադատության մասնագիտությամբ մի շատ հետաքրքիր դիպվածով թեմա ընտրվեց դիպլոմային Տաթևի համալսարան, որը պատճառ դարձավ, որ նաև ծանոթանամ Գրիգոր Տաթևացու։ Դուք այդ ժամանակ դու ծանոթացաք։ Համալսարանական, այո, 5-րդ կուրս։ Շատ չանցած կարաս հիշես ինչպես եղավ, ինչ էր պատճառը, եթե երկու խոսքով որ ուրեմն ունեինք ակադեմիկոս Ջուհարյան, Թորգոմ Ջուհարյան, մշեցի մի մարդ, փառահեղ մի մարդ, տարեց։ Ես արդեն թեման վերցրած համալսարանական այդ միջանցքով անցնում եմ, մեկ էլ դուրս է գալիս ամբիոնից, ասում է Սուսաննա ջան, մի շատ լավ թեմա ունեմ, Տաթևի համալսարան, կարող է վերցնեք։ Ես չէի պատկերացնում, որ դա կդառնա նաև այդ բառը օգտագործեմ, ոչ ճակատագիր։ Կդառնա ամբողջ կյանքի ուղեցույց, այսինքն ճանապարհ։ Այսինքն այդ ակադեմիկոս Ջուհարյանի խոսքով ես կվերցնեմ մի թեման ամիջապես վերցնելուց հետո դուրս եկանք մի երիտասարդ Չուքազիզյան, որի հայրը այդ տարիների մատնադարանի փոխտնօրենն էր, հայտնի իրանագետ Բաբկեն Չուքազյանը, դուրս եկանք, ասես Լևոն, գիտես Սուսաննան շատ լավ բան արեց, ասես ինչ արեց, ասես Տաթևի համալսարան թեմա վերցրեց, ասես դե հա դե կգրի էր գիրք հարցմանց չի կարդալու։ Ես ինքս երբեք չէի մտածի, նախ չգիտեի թե գիրք հարցմանց ինչի մասն եմ, անցավ տարիներ եւ ստացվեց այնպես, որ գիրք հարցմանցը, որ Աստվածաշնչի մեկնությունն է ծայրից ծայր, ամբողջությամբ, 28 տարիների ընթացքում ես թարգմանեցի աշխարհաբար։
Երբ ինչու որոշեցիք, որ պետք է թարգմանել։ Ինչը դրդեց։ Արդեն պաշտպանությունից հետո իր որ Տաթևացու քերականական դա էլ հետաքրքիր մի պատմություն էր, քերականական հայացքների պաշտպանելը։ Մի վարքան համալսարանը ավարտելուց դուք պաշտպանեցիք Տաթևացի, Տաթևի համալսարան։ Արդեն քիչ թե շատ սկսեց հետաքրքրել, որ դուք բանը գնաք սկսեմ պրպտել թե Գրիգոր Տաթևացին որպես այդպեսին հատկապես որ իր 32 ձեռագիր աշխատություններից ոչ մեկը մինչև հիմա հրատարակված, այսինքն հրատարակված է գրափարով 1729 թվականին գիրքարծմանց, որ Աստվածաշնչի մեկնությունն է ամբողջությամբ, թե առհասարակ ոնց պիտի հասկանանք Աստվածաշունչը, հատկապես հայ մարդը։ Խորը քրիստոնեական, խորը քրիստոնեական, ոչ միայն դա, այլև ես կասեի մեր եկեղեցու դավանաբանական, դատապաշտպանական բան, այո, դատապաշտպանությունը, որովհետև այնտեղ մինչև ինքը կանցնի Աստվածաշնչի մեկնությունների նախ բոլոր կրոններին է անդրադառնում, բոլորի բացեր, այսինքն ասում թե մեզանից ինչով են տարբերվում, մեզ ինչու են մեղադրում, մենք ոնց ապացուցողական բավականին հզոր խոսքով ապացուցելով, որ դավանաբանության մեջ ինչքան կաղում են այդ բոլոր բաները մեզ ասելով, հետո արդեն հասնում Աստվածաշնչի ամբողջ մեկնությանը, որի հնդածս նաև հայոց եկեղեցու դավանանքին։ Այսինքն ոչ միայն պաշտպանում հայոց եկեղեցու ճանապարհը դա մեր հայրերին, վարդապետներին, այլ դարձնում հայ մարդու համար այն լույսը, որի տակ նա պետք է քայլի։ Այսինքն մենք Աստվածաշունչը ինչի պիտի հատկապես հասկանանք նենց ոնց հասկացել են մեր հայրերը։ Եվ իսկապես իսկ թեզը որ գրեցիք քերականական հայացքները։ Այսինքն ինչա կարող ես ասեմ, Տաթևացին փաստորեն հայագիտությանը մինչև քերականական հայացքների ես կգրեի արդեն իսկ եկեղեցու սուրբ սրբադասված 16-րդ դարում իրենից հետո մենք գիտենք որ սրբադասված սուրբ չունենք աստվածաբանությունը բավականին լավ ուսումնասիրված ուներ նաև Սենարև Շատյանը փիլիսոփայական հայացքները կար ուսումնասիրված մանրանկարչությունը որոշ առումով 1946 թվականին մենք բժշկական ինստիտուտի ռեկտոր ենք ունեցել Լևոն Հովհաննիսյան, որ բժշկագիտական հայացքներ է անդրադարձել, բայց ես նկատեցի, որ այդ 32 ձեռագիր աշխատություններում, ձեռագիր, որոնք դեռ հրատարակված չեն եւ գրաբար են, բավականաչափ խորացված քերականական հարցադրումներ ունի։ Այսինքն վարդապետը ասես մի սովորություն, երբ որ մի հարց քննարկման յոթ է դարձնում, խոսելու ժամանակ կարող է լեզվաբան քերականական հարցադրում անի, կարող է փիլիսոփայական հարցադրում անի, բժշկագիտական, անատոմիական, չգիտեմ, կենսաբանական, ազգային կամ պատմությունից որոշ ինչ որ հատված, այսինքն հանրագիտակ մի հեղինակ, ու սկսեցի դուրս բերել քերականական հայացքները։ Մի աշխատությունը, երկրորդ աշխատությունը, երրորդ ձեռագիր աշխատությունը։ Այս անգամ արդեն գնացի լեզվի ինստիտուտ ակադեմիկոս Ջահուկյանի մոտ։ Մտա բարևեցի ծանոթացա, ասի եկել եմ, որ ինձ ընդունեք ասպիրանտուրա կամ հայցորդ ոնց ուզում եք, որպեսզի կարողանամ պայմանով Գրիգոր Տաթևացի պաշտպանեմ քերականական հայացքները։ Ասեց աղջիկ ջան, մոլորված եք։ Տաթևացին քերական չի։ Ես արդեն 58 թվականին ամբողջ միջնադարը գրել եմ։ Նա ըստ էության քերական չի։ Ասի եթե հավաքչական աշխատանքը ավարտելուց հետո ձեզ բերեմ մուտքի հոդված, ասեց անպայման։ Այնքան հարցադրումների խորն էին եւ ավելի քան խոսում են։ Իհարկե պաշտպանեցի, եթե պաշտպանել եմ, արդեն ես նշանակում է, որ եւ հրատարակվեց, չէ՞։ Հրատարակվեց, այո։ Ռուսերեն կարծեմ արեցիք, չէ՞։ Նույնը նաեւ թարգմանաբար ռուսերեն հրատարակեցին, որպեսզի տեսնեն, թե մեր սուրբը ինչքան բազմակողման է։ Դե դրանից հետո արդեն թեվավոր խոսքերը, առակները, բժշկագիտական հայացքները, հետո արդեն քանի գիրք ունես։ Արդեն հրատարակված շուրջ 15, բայց իհարկե, այսպես ասեմ, կոթողային դարձավ գիրքարծմանցը, բայց մինչև գիրքարծմանցի հրատարակությունը մի խնդիր էլ առաջացավ։ Մեր չքնաղ Նոր Հայկազյան Բառարանը, որ բառապաշարի գրաբարի բառապաշարի
ամենահամակողմանի ներկայացնողը երբևիցե։ Դե գիտեք, որ իրենք կաթոլիկ են եւ գիրք հրատարակվել է Վենետիկում, Սուրբ Խազարում, Գրիգոր Տաթևացու բառապաշարը ներառված չի, քանի որ նա լատին եկեղեցու ողերին թշնամին է եղել։ Լավ, դավանաբանական հարցերը եթե դնենք մի կողմ, բառապաշարը պետք է անպայման ներառվեր։ Առաջավանում այնտեղ մխիթար ապարանցի կա, որին ներառել են բառապաշարը, առաջավանում գրում են այդ մխիթար ապարանցի, որը կաթոլիկ է, հայ կաթոլիկ 13-րդ դարի բառապաշարը ներառված է, գրում են ոչ Նեստորին, հանգույն Գրիգորի Տաթևացուն, այսինքն Տաթևացու ոչ բավական չի, որ Ստորին է այդտեղ բնութագրվում, եւ դրան էլ գումարած, որ չի էլ ներառվել։ Ցածր են համարում։ Այդ քաղաքական բաներից ելնելով։ Ես հարկադրված մինչև գիրքարսմանցի թարգմանությունը արդեն ավարտին կհասցնեմ, հնդածս համաբարբառը կազմեցի։ Որ տեսնեմ ցույց տամ մեր հարգելի բարեկամներին, սա մի հատորն է համաբարբարի, 4 հատոր է այսպիսի, որը Այբուբենի ցանկով որքան բառ, ինչ բառեր կա, որտեղ կարող են գտնել գիրքարսմանցի մեջ։ Ինչպես է օգտագործված։ Մոտ քանի բառ է։ Քանի բառ։ Տեսեք, մեր ակտիվ բառապաշարի գրեթե մեծ մաս օգտագործված է, բայց ամենասպասելին, որ ես գիտեի, որ այդ արդյունքը պիտի ունենամ, մոտ 500 նոր բառեր, որևէ բառարան չվկայված։ Այսինքն վարդապետը այն աստիճանի գրաբարը խորությամբ այն աշճանի հրաշալի է տիրապետել, որ կարողացել է նաև 500 նոր բառեր, ասենք աղվեսաբարով։ Իսկ ունես այդ գիրքը։ Առանցին գիրք, այո, առանցին դա է հրատարակվեց, նոր բառերի քննություն։ Նոր բառերի քննություն, նա այս գիրքը բաժանել եմ երկու մասի, նրանք ովքեր որ երբևիցե անդրադարձել են, ասենք Հրաչաճարան, միջին հայերենի բառերանի հեղինակներ, որոնք ունեն գրքին հղած, այսինքն որ Տաթևացին է օգտագործել եւ ուրիշ որևէ մեկը չի օգտագործել։ Այդ առաջին հատվածում իրենց եմ ներկայացնում իրենց ներառած բառերը, երկրորդ հատվածում արդեն իմ համաբարբարի արդյունքում գրանցված նոր բառերը։ 500 նոր բառ մի հեղինակի համար բավականաչափ շատ մեծ ցուցանիշ է։ Առհասարակ իրենց հետո էլ համոզվեցի, որ գրաբարով խոսող ժողովուրդը իսկապես աստվածային ժողովուրդ է։ Հնարավոր չի այդ մակարդակում այդ գանձերը ունենալ, այդ լեզվամտածողությունը ունենալ եւ աստծո ժողովուրդ չլինել։ Այսինքն մենք ի սկզբանե անգամ լեզուն ինքը իր ունակությամբ, պարունակությամբ, բառաշերտով, ամեն ինչով ապացուցողական գալիս են ասելու, որ այո, այս սրա կրողը լույսի որդիներ են, աստծո որդիներ են։ Ու բառերի հսկայական այդ քննությունը, ստուգաբանությունը եւ այլն նաեւ տանում են դեպի ենթադրենք ապացուցողական այնպիսի տեղեր, որ բառը ինքնին իր մասին շատ բան է ասում, լեզվի մասին, լեզվակի ժողովրդի մասին, նաեւ ազգային սովորույթների մասին, տարբեր բաների մասին, որովհետեւ բառապաշարը լեզվի արժեքը հենց բառի միջոցով արտահայտվում մարդու միտքը։ Այդ առումով դրանից հետո արդեն գիրքարսմանցի թարգմանությունը դրվեց սեղաններին, մեր եկեղեցու որդիների զավակների, որը բավականաչափ կօգնի մեր քահանայած դասին շատ ավելի մատչելի դարձավ եւ ավելի գործնական կարողանալ խոսք ասել բավականին հստակ։ Որ թվականին հրատարակվեց 20 թվականին Երևանում եւ 23 թվականին Պատրիարք հայրը նորից վերահրատարակեց, այ երկրորդ անգամ վերահրատարակեց։ Իսկ վաճառքի կա։ Վաճառքի չենք արել ինչ առումով, որպեսզի քահանայած դասը բոլորը ունենան։ Երրորդաբար, երբ որ կհրատարակվի առավել եւս որ բանն է, կայք ունեք, չէ՞։
Գրիգոր Տաթևացի կետեմ Եվ մեջը կա։ Եվ դրանք բոլորը PDF-ով, այո, բոլորը։ Հարգելի բարեկամ, այդ կայքը հղումը կդնեմ այս տեսահոլովակի վարի մասում։ Դուք կարող եք մեջը գտնել այս գրքերը եւ ներքաշել ձեր համակարգչի մեջ PDF տարբերակով։ Կարծեմ բանն էլ կա, չէ՞, գիրք հարցմած հին Գրիգորյան, այո, 1729 թվականը բնօրինակը դրել են, որպեսզի եթե կա ուսումնասիրողը կարողանա օգտվել եւ բնագրից, գրաբարից եւ իմ թարգմանությունից։ Ուրեմն առաջի գործը քո թեզը Տաթևի համալսարաններ, երկրորդը գիրք հարցմանցի, Տաթևացու այդ քերականական Հայաստան, հետո քանի որ հենց տերը ամբողջ իր վարդապետության ժամանակ որպեսզի դիմացինի մոտ ամեն ինչ շատ ավելի հստակ լինի, վերջում վերածում է կամ առակով խոսում կամ թևավոր խոսքի։ Տաթևացին ինքը շատ սիրել է խոսել առակներով եւ խոսել թևավոր խոսքերով, դրա համար առանցին հրատարակեցի նաեւ իր թևավոր խոսքերն ու առակները։ Եվ Հովան Որոտնեցու իր ուսուցչի մահվան գիշերը Ներբողյանը գրել նվիրված ուսուցչին Զմռան Ամառան հատորի մեջ գիծը, այո, Ամառան հատորի մեջ ու հրաշք մի աշխատանք, հրաշք մի Ներբողյան, մեծարանք վարդապետին ու դրա մեջ գիտեք ես ինչ տեսա այն այսօր մի քիչ բացակայող այն հարգանքը որ մենք չենք ցույց տալիս ոչ մեր վարդապետի, ոչ մեր մեծի, ոչ մեր ծնողի նկատմամբ, այդտեղ եւ ողբ կա կորուստի եւ մեծարանք կա եւ ամբողջությամբ անում է աստվածաշնչյան կերպարների համեմատությամբ, աստվածաշնչյան դեպքերի համեմատությամբ, Հովան Որոտնեցու ներկայացնելու համար։ Այդտեղ էլ բավականաշապ ասենք նոր բառ, ասենք գրկափար առաջին պահին քեզ թվում է որ գրկաբարի մասին այն գրկով փարված գրկափար այսինքն գրկի մեջ առած ու նմանատիպ շատ բառեր ունի Սանա այդ 500 բառերից նոր որ ինքը կա ստեղծել է այսօր որ բառերն են օգտագործվում մեր առօրյայի կամ գրափարը Իրանից հետո հեղինակները օգտվել են այդ բառերից, այսինքն ինչ կարող ասել, թե մնացել է իր գրականության, իր գործերի մեջ է մնացել։ Դե ըստ էության, որ կարծում ես, քեզ թվում է թե պետք է որ շատ ծանոթ լինի եւ օգտագործելի լինի, բայց չէ, առայժմ դեռ կարծեք թե շատ չի տարած։ Դե տեսեք, իր մայից հետո 1409 թվական, գիտեք գալիս են արդեն մեր անպետականության տարիները, Տաթևացուն ընդօրինակել են հազարավոր օրինակներով, այսինքն իսկապես օգտագործել են ինչքան որ կարողացել է եկեղեցին առանց պետականության։ 1729 թվականին, երբ որ արդեն հաջողել են, որ պիտի հրատարակվի գոնե գիրք հարցմանց հետո քարոզ գրքերը Պոլսում, 1729 թվականի հրատարակությունից դուրս է բերվել ընդդեմ տաճկաց գլուխը։ Այսինքն իսլամի դեմ բնականաբար թույլ չէին տա որ Պոլսի հրատարակություն։ Եվ շատ երկար տարիներ հայ ընթերցողը չի իմացել որ այդ գրքում պիտի ընդդեմ տաճկաց լինի։ Շատ պատահական մի դիպվածով 1930 թվականին Բաբեն Կիլոսերյանը իսլամահայ մատենագիտության մեջ աշխատության մեջ այդ պատահմամբ գտել է Երուսաղեմ կարծեմ։ Երուսաղեմ գալով, այո։ Ես իհարկե ընդդեմ տաճկացնել եմ դրել։ Այսինքն Պատրիարքան Թորգոն Պատրիարքը 1993-ին որ հրատարակեց, ռեպրիտ, այսինքն վերահրատարակեց։ Դա Կիլոսյանի աշխատությունը ավարտեց եւ Սենա Արևշատյանի նախաբանով։ Այո։ Ես հիմա դա որպես գլուխ երրորդ թարգմանել եմ եւ դրել եմ իսկական տեղը։ Գիրք հարցմանցի մեջ, երրորդ գլխում։ Ուզում ասել, որ այն սպասելի վարդապետական բան, որ պիտի ունենար գիրքը իր ազդեցությունը ամբողջ հետագայի վրա, ցավալիորեն ընդհատվեց, առավել եւս արդեն թուրքական իշխանություն, պարսկական իշխանություն, հետո ռուսական իշխանություն, հետո խորհրդային իշխանություն։ Հիմա դա արդեն
որևէ վարդապետ, որևէ քահանա հայ եկեղեցին չի պատկերացնում, որ առանց գիրքարսմանցի կամ առանց Գրիգոր Տաթևացու, որովհետև մենք գիտենք, որ իսկապես հայոց եկեղեցին վահան ա եղել, որ դռների առջև բոլոր հակառակորդներին դիմավորել է։ Լավ, մի հատ հարցում։ Ինձ շատ է հանդիպել, երևի քեզ էլ է հանդիպել։ Կան մարդիկ, լսել եմ նույնիսկ հոգևորականներ են արտահայտվել, Տաթևացին ժամանակավրեպ է։ Ինչ կասես իրենց։ Կասեն թող թարգմանությունը կարդան։ Առավել եւս Կամ ինչու են ասում, որ ժամանակավրեպ։ Կարծում եմ, որ իրենք չեն հասկացել։ Չէ, հասկանում են։ Ավելին ասեմ, շատ լավ գիտեն, որ նա հակառակորդների արժանավոր ախոյանն է։ Մի միջադեպ ասեմ, որ երբ որ հայոց եկեղեցին բավականին ծանր վիճակում Վատիկանի օգնությունն է խնդրում, Վատիկանը համաձայնում է։ Բայց մի պայմանով, որ պատերազմատույցից Տաթևացու անունը հանեն։ Այսքանից հետո խոսել, որ Տաթևացին ժամանակավրեպ է, այդ մարդիկ երկու ճանապարհ ունեն։ Կամ իրենք ուղակի իրենք են վախենում Տաթևացուց, այսինքն հանդիմանող իրենց կամ էլ ծանոթ չեն ընդհանրապես, անհնար մի բան է։ Այսինքն տիրոջն էլ ամեն ինչ ասում էին Փարիսեցիները։ Դրա ինձ թվում է, գիտեք, ավելի հանդիպել եմ դեպքեր է եղել, որ չեն հասկացել, օրինակ ասում են, դե ժամանակավրեպը ինքը հին բաներից է խոսացել, հին ժամանակների, բայց օրինակ եմ ես միշտ սա եմ բերում, որ ասում է քահանային չի վայել է ձիով պատտել, այ էշով ինչպես մեր Տերը։ Անշուշտ, եթե բառացի վերցնենք, դա ժամանակավրեպ է, այսօր էշով ձիով չեն վայել, բայց դրա մեջ ինքը ավելի ինձ թվում է ավելի խորհուրդ կա, որ շռայլություն, մեծամտություն իմաստն է, եւ ես այսպես եմ բացատրում, որ Տաթևացին, եթե տառը միայն վերցնենք, դա տառը սպանող է, նույնիսկ ավետարանի մեջ։ Այո։ Հոգին պետք է ընկալել եւ իր զորությունը նրա մեջ է, ես ինձ համար մենք կարծեմ խոսել ենք դրա մասին, որ Տաթևացու իր գործը դա սիրոպ այդ Օշարակի թանձրուկն է, որը եթե դա խմես, սիրտը, այսինքն վառի, կայրի։ Ջրով պետք է բացես, բայց պետք է իմանաս այդ ջուրը ինչքան լցնես, որ հաճելի լինի։ Այո, ճիշտ եք ասում։ Ու դու փորձել ես այդ ջուրը լցնել նաև։ Ինձ տենց է թվում։ Ջուրը լցնել, որ խառնել եւ թող կարդան այդ աշխարհաբար տարբերակը եւ նոր տեսնենք ինչ արձագանք։ Իսկ արձագանքներ կան բավականաչափ, ասենք, շատ քահանաներ են զանգում, որ իրենց քարոզի մեջ անպայման ներառում են։ Ես մի բան էլ ասեմ, մտածում եի, որ պետական երկար տարիների աշխատանքը ինձ հնարավորություն չի տա անցնելու նաև քարոզ գրքերին, բայց բարեբախտաբար սկսել եմ արդեն։ Երբ որ քարոզ գրքերը արդեն կդնենք քահանայած սեղանին, աշխարհը մեզ ասելիք չի ունենա, որովհետև այդ քարոզների մեջ բոլոր տաղավարտոների անդրադարձի ժամանակ վարդապետը ամբողջ մեր վարդապետական գրականության նեկտարը, իսկապես ձեր ասած օշարակի թանձրուկը հավաքել, այնքան գեղեցիկ է ներկայացնում այդ քարոզների մեջ ու այնքան էքսկուրսներ կատարելով եւ ավետարաններում խոսում ենք, որ ասիր այդ 10 կետերը առաջ երկրորդ, որ տալիս է ամեն մեկին, բոլորին, մեկը կասկածին, եւ վարդապետին, եւ քահանային, եւ իրենց լեզվով, որովհետեւ ամեն պարագայում մարդը 14-15-րդ դար պիտի խոսեր այնպես, որ դիմացին հասկանար իրեն։ 21-րդ դարի իր որդիների խոսքը այնտեղից դու եթե ուզում ես վերցնում, ոչ թե վերցնում ես, անհնար է գիրքարսմանց կարդալ ու լուսապայծառ հագուստով դուրս չգալ այդ գրքից հետո։ Ճիշտ ասեմ, ես մի բան խոստովանեմ, թե իմ կրթությունս ռուսերեն է։ Ուրեմն նենց պատահեց 90 թվականին, որ եկեղեցի էինք գնում, այդ ծառավը կար գրականության եւ մեր քույրերից քույր Թամարը
ինքը տպարանում էր աշխատում եւ օգնում էր բոլորիս գումար էին տալի միայն թղթի տպելու համար եւ ինքը կազմում էր գիրք հարցմանցը 90 թվականներին ասես տպագրած տարբերակով բոլորս հետո ձմեռան համառան հատորներ կարծեմ կար բայց գիրք հարցմանցը ես կարդում էի դե ինձ համար այդ 90 թվական նոր է ավարտել դպրոցը հայերեն գրափար մի քիչ դժվար էր բայց կարդում էի նենց ինձ թվում էր որ ես գրափար կարդում սա ամեն բանը ընկալում էի հասկանում էի ու Աստծո կամոք նենց ստացվեց Սուրբ Հովհաննես եկեղեցում կոնդի շապիկ էի հագնում լուսահոգի Տեր Արտակ քահանային մոտեցանք ասինք Տեր այր Սուրբ Զորավորում Աշոտ Արևշատյանը պատարագ ծառայ sense ժողովրդին խրատական բաներ է կարդում մենք էլ ենք ուզում կարդանք sense հիշում եմ աղանդավոր եք ասի չէ աղանդավոր չենք Տեր այր ուզում ենք եղավ ես բերեցի տոների հետ կապված տաթևացուց բաներ էի հանում գրում էի եւ բերում էի ներկայացնում էի կարդում էի եւ ինձ թվում էր կարող է սխալվում եմ բայց հետո ուրիշ բաներ էի կարդում ուրիշ տեղից հասկանում եմ որ ես ճիշտ եմ ընկալել եւ հիշում եմ մի անգամ մեկին եկավ ասեց բայց տղա ջան դու ինչ գիտես ճիշտ ես թարգմանում կարող է սխալ մարդկանց բան ու տենց մեջս փակվեց ես երկար ժամանակ փակվեց մեջս եւ մամաս էլ Աստված հոգին լուսար ինքը ռուսախոս էր ես գալիս տաթևացում միշտ գլուխը տանում էի սենց հասե ինքն էլ լսում էր դուրը գալիս էր ասեց ռուսերեն չկա ասի մամ ջան հայերեն է չկա այս գիրք հարցմանցի ռուսերեն ու մեջս մնաց որ պետք է անեմ ու Աստված էլ ինձ էլ տնօրինեց ես Մոսկվայում թեզս պաշտպանեցին Ռավոչենիա Սվիտոյ Գրիգորը Տաթևացի այդ ձևով ուսս դրա համար մեր հոգին կապվել է եւ ուզում եմ մի հատ հարց տամ Կարող մի քիչ շեղվեցինք, բայց հարց տամ։ Դու գտար Տաթևացին, թե ինքը քեզ գտավ։ Կարող ես տարօրինակ հարցը, բայց դժվարանում եմ ասել, հիմա արդեն գիրք հարցմանցի թարգմանությունից հետո կարծեք թե ընտրություն արել են իրենք։ Կարծեք թե բայց այն որ ես ոչ մի բան եմ։ Նախ առաջինը կլին լինելով բավականին համարձակ բան եմ արել։ Ներքին վախեր ունենալով իհարկե Աստծո համար իհարկե սերը նշանակություն չունի, բայց մեր վարդապետների համար հսկայական նշանակություն է ունեցել։ Եվ այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ ասենք ես հասկանում եմ, որ եթե իրենց բարեխոսությունը չլիներ, ես ոչ մի բան չէի անելու, հատկապես իր։ Իսկ Տաթևացին կանանց նկատմամբ ոնց է խոսում։ Համարելա որ կինը բացի իր ընտանիքի գործերից ուրիշ որևէ բանի պիտի չխառնվի։ Մի հետարքիչ համեմատություն է անում, ասում է տղամարդը գետի նման է, կինը ծովի։ Տղամարդը բերում է, կինը հավաքում է։ Կնոջը նաև համարում է տանսյունը, բայց ոչ ավելին։ Ոչ ավելին դրան։ Այսինքն ինչ որ այսօր ժամանակները փոխվելով եւ այլն մենք համարձակվում ենք ավելի քան համարձակվում ենք մտնել բոլոր ոլորտները եւ կատարել են ինչ որ պիտի տղամարդիկ իրականում անեն որովհետեւ այնուամենայնիվ տղամարդու մտածողությունը ի սկզբանե տարբերվում է տերն է այդպես կամեցել Աստծո նախախնամությամբ է դա Եվ բայց դե այն որ ես ոչ միայն ինձ գտա, ոչ միայն հայ մարդուն գտա, ոչ միայն քրիստոնյային գտա, այլ առհասարակ այդ բառը օգտագործեմ, մեսիջները գտա հայ մարդու։ Իսկ Տաթևացին գրեթե համոզված է, որ Աստված մեզ ասել, ինչ անհատ զուգահեռներ անցկացնում։ Ասում եմ, տես Մովսեսին քարի տախտակներ է տվեց, մեզ Սուրբ Մաշտոցի միջոցով մեր գրերը տվեց։ Դրանց 40 տարի անապատում պահելուց հետո ավետյաց երկիր է տվեց, տեսեք, որ մեզ բոլոր եդեմական գետերը մեր երկրով անցել։ Գիտես հետաքրքիրն է, հրեաների մոտ ռաբինների շարավիղը սկսում է Մովսեսից։ Մեզ մոտ էլ մեծ Սուրբ Մաշտոցից Գավազանն է։ Զուգահեռ շատ է։ Զուգահեռը։ Եվ հետո ամենա մեծ փաստով որ ինքը սկում եք որ որպես հայ մարդ շատ հպարտ
Աբգար թագավոր նախընծա առանց տեսնելու Տիրոջ հավատալը, նամակի ներկայությունը։ Ես մի փոքրիկ գեղեցիկ քաղաք ունեմ Եդեսյան, Հիսուսին գրված նամակը։ Ես գիտեմ, որ եղբայրները այդ քեզ նեղում են, վեր կացարի երկուսս էլ կտեղավորի քաղաքը։ Տաթևացին ասում է, ախր այս բոլոր բաները մենք ունենք։ Եվ ասում է, դրանցով միայն հայ ազգը կարող է։ Ասում հիմա դառնանք, տեսնենք, թե հայ ազգին ինչ էր տվել։ Քիչ բան չի տվել։ 10 հատկությունները բոլոր, այո, հերթով, թվարկելով գալիս է, թե մենք ինչեր ունենք։ Իսկ Սուսաննա, Տաթևացի անձ որպես Գրիգոր Տաթևացի իր մեջ ի՞նչն է գնահատում եւ ի՞նչն է կարեւոր Սերը։ Սերը նախ առաստված, սերը առաստված, եւ սերը հայրենիքի նկատմամբ, սերը հայ մարդուն։ Տեսեք, Աստծո հասկանալի է, բայց առ հայրենիք եւ առ հայ երևի ամենա զարմանահրաշ նախադասություններից մեկը, որ հայ վարդապետի բերանից կարելի է լսել, երբ որ Հուդայի մատնության այդ 30 արծաթի պատմությունն է նկարագրում, ասում է վասն արծաթի մատնեց եւ ոչ վասն հայրենյաց։ Եթե վասն հայրենյաց մատներ, թերևս հասկանայինք։ Ես մեղմ ասած քարե կտրել, որտեղ վարդապետը առաստված ունեցած այդ հսկայական սիրով պատրաստ կլիներ չդատապարտել մեկին կամ գոնե ներել, որ եթե վասն հայրենյաց Տիրոջը մատներ եւ ոչ թե վասն արծաթի։ Անսահման շատ սիրել է հայ մարդուն, Հայաստան աշխարհին եւ փրկության։ Դու ես մտածում ինչից ես հասկացել դա ինքը այդ արտահայտությունից բացի 1407 թվականին վարդապետական գիտեք Տաթևի համալսարանի Ռաբունապետն է եղել։ Ռաբունապետությունը հանձնել է Մաթեոս Ջուղայեցուն մի հարց ուներ լուծելու։ Աղթամարի աթոռի։ Այո, երկպարակված կաթողիկոսական աթոռները միացնելու 1114 թվականից Վատիկանին հաջողվել էր հակաթոռ աթոռ ստեղծել աղթամարի, իսկ մյուսը նստում էր սսում, եւ այդ հակաթոռ աթոռի այդ երկուսի ներկայությունը նաեւ ամբողջ այդ հատվածը, որ հակաթոռ աթոռի էր, նզովքի տակ էին։ Այդ ժողովուրդը նզովված էր։ Քաջբերունի տեսիլքա ունենում։ Եվ այդ վասնաթոռին աղթամարը երկու նամակ ունի։ Մեկով ժողովրդին է դիմում, որ քայլերը պատճառաբանի, մյուսը արդեն պաշտոնապես է դիմում բոլորին։ Իրեն ուղեկցել են մոտ 360 միաբաններ, այսինքն գրեթե Հայաստանի բոլոր ծայրերից։ Այնտեղ բավականին լուրջ կռիվներ են եղել եւ իրեն փորձել են թունավորել։ Փորձել են թունավորել։ Ինչ բան կա գրառումների ծայրով։ Շատ հատկապես Չամչյանը բավականին լավ է վերլուծել այդ հատվածները եւ նաեւ կա հիշատակարաններում գրված Արաքեսուրիեցին է շատ արագ մեկնում քրոջ որդին եւ իրեն արդեն բավականին վատառողջ, ես հիմա հաստատապես չեմ կարող ասել հասցրել են թունավորել, որ այդքան վատառողջ է, որովհետեւ գալիս են Սաղմոսավանք 63 տարեկանում անմիջապես գալուց հետո Սաղմոսավանքում հանգրվանում են, հասնում են Տաթևը մահանում է։ Եվ Երևան զորավորել են գալիս, այո, տալիս գավազանը։ Հասցնում է։ Եվ 63 տարեկանում Պողոս Պետրոսի օրը 1409 թվականի դեկտեմբերի 27-ին մահկանացուն կնքում։ Բոլոր այդ գրությունների բացի իր քարոզների մեջ, բացի որ գիրքարսպանցում հատուկ գլուխներ ունի, ձեռդ գերազանցության հայոց եկեղեցուն, այդ ձևով է Հայաստանի եկեղեցում ասը խոսում։ Այսինքն սերը անընդհատ է, ինքն էլ անընդհատ խոսում է սիրո մասին, սիրո, ողորմածության, գթասրտության, որ պիտի դրանով միավորվենք։ Անընդհատ իշխանավորին ասում է դու պարտական ես քո հացով շինականին, հարգանք պիտի ունենաս դրական։ Շինականն էլ ասում է, եթե Աստված նրան ընտրել, ուրեմն ենթարկվի, որպեսզի միասնական լինեք։ Իսկ անարդարության մասին ինչ է խոսում, իշխանության կողմից, իշխանությունների բավականին պետականության մասին,
Իսկ Գիտեմ, տենց բան ունես, աշխատություն ունես, չէ, պետականության հետ կապված, կարծեմ, հա։ Փորձել եմ հավաքել հասկանալ, տեսնել թե առհասարակ Հովհան Որոտնեցու հետ միասին ծրագիր են ունեցել կաթողիկոսական աթոռները միացնելու եւ ավելի ապահով տեղ տեղափոխելու Սսից։ Առաջին տարբերակ իբրև քննարկվել է Գանձասար տեղափոխելը։ Իսկ ասում են ինչու։ Բացատրություն չեն տալիս։ Ես ինքս էլ մտածում եմ թերևս Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Լուսավորիչ, չէ, Արցախով սկսեցին դպրոցներ հիմնելով եւ այլն։ Կարծեք թե արևելյան դարպասներ են եղել։ Եվ իրենք Գանձասարում այդ ենթադրենք մենք ինքներս գիտենք որ Հովհաննես Մկրտչի գլխի պատճառով որ Գանձասարա կոչվում այնտեղ ավելի շատ մասունքներ էլ կան, հա։ Բավականաչափ։ Իրենց հայտնի պատճառներով ամեն պարագայում միասնական կաթողիկոսական աթոռը այնուամենայնիվ իրենց ջանքերը արդեն Տաթևացում հայց հետո 1441 թվականին Էջմիածին անորից տեղափոխում իր աշակերտների միջոցով։ Այսինքն որ պետական ամետ մտածողություն ունեցել, որ հասկանում ես ամբողջ եւ քարոզներից եւ շարադրանքից եւ նամակներից եւ վարքագծից եւ նաեւ հնարավոր բոլոր քայլերից Լենգ Թեմուրի արշավանքի ժամանակ անձամբ կարողացել է Տաթևի ամբողջ տարածաշրջանը պահել արշավանքներից քիչ թե շատ։ Բանակցելով ուղղակի Լենգ Թեմուրի հետ։ Հետո էլ Միրաշահի հետ, ուղղակի հետը խոսելով, բանակցելով։ Դե պիտի ենթադրել որ վարքագիրը ասում է ինքը այլազգիների մեջ այնց հրաշքներ էր գործում, բան երևի է։ Եթե չլիներ, չէր սրբադասվի։ Մենք գիտենք որ սրբադասվելու համար չէ, դա սրբադասվելու համար չեմ ասում, ինքը երևի այդ բաներն էլ ազդեցություն են ունեցել, որ այդ մարդիկ եւ այո բան են եղել։ Հարգանքով են լցվել։ Հետաքրքիր այդ որ սեր ասեցիր, հիշեցի վարքագիրի մեջ ասում է կարար ծերին խնձոր տար ուշադրության, այդ բանը որ նկարում էր ուշադրությունը եւ ծերերի եւ փոքրերի նկատմամբ։ Իսկ Սուսաննա, լավ, ինքը տենց սիրո հայրենիքի հայ մարդու հանդեպ, հա։ Լավ, այսօրվա համար, այսօր Տաթևացին, այսօրվա Հայաստանին ինչով է կարևոր գործնական ինչով կարելի է օգտակար, այսպես ասեմ, էլի։ Մենք բոլորս կարծում եմ մի խնդիր ունենք, որ նախ գնահատենք ինչ որ ունեցել ենք։ Իսկապես երկրորդ անգամ հիշատակ եմ անառակ որդու վերադարձը։ Մենք շատ նման ենք կարգավիճակով այսօր այն առումով, որ հայրական տուն այդքան հարստությունով լիքը ամեն ինչ ունենք, գանձերը դրված։ Մենք բավականին հեռացած այդ գանձերից այնինչ պետք է բոլորով հավաքվենք, օգտագործենք։ Ոչ թե ցույց տալու համար, այլ ուղղակի վերադառնանք հայրական տուն։ Բոլոր առումներով, վարքագծի առումով նախ եւ առաջ, իրար սիրելու առումով նախ եւ առաջ, եւ Տաթևացին ասում Աստծո որդի լինելու համար շատ քիչ բան է պետք։ Աստիճանները դիր սիրո, բարձրացիր Աստծո մոտ։ Բարդ բան չկա։ Լավ, հիմա պարզ մարդը որ ապրում է գյուղում կամ այսինքն իրենց մեկը պետք է հասցնի, չէ՞ դա, ասի այդ բանը։ Եկեղեցին։ Առաջին հերթին։ Այսինքն Աստված դա գիրք հարցմանցը սկիզբ եղավ, որ հոգեվորականների սեղանին է եւ Աստված դա որ գիտակից հավատացյալին էլ հասնի, գոնե այդ կայքի միջոցով գոնե եթե կան, չնայած գիտեմ մարդիկ արդեն օգտվում են, ինձ էլ մեկ-մեկ այդ մեջից սկրինշոթեր են ուղարկում են, այսինքն իր տեղը դերը ունի։ Մի բան էլ հարցնեմ, այսինքն չէ, միտքը մենք կիսատ թողեցինք կներես, որ գործնական եկեղեցին պետք է անի, բայց ինքը իր բարեխոսությունը ասեմ, օրինակ գիտես ես ինչ եմ մտածել,
Աստծո նախախնամությունն է այսօրվա Հայաստանը հյուսիսում օձնեցու գերեզմանն է փակված, հարավում Գրիգոր Տաթևացու, սրտում Մեսրոպ Մաշտոցի։ Շատ հետաքրքիր։ Գիտես, մի հատ sense մի բան Երանկյունի է գծել։ Երանկյունի է գիծ է sense ուղիղ sense որ իրենց գերեզմանները փակ է եւ իրենց ներկայությունը կա։ Օրինակ դուք Երուսաղեմ ես գալիս ես, բա Տաթևանք բավականին հաճախ։ Հաճախ։ Վերջին անգամ այս տարի նախ ամեն տարի պահքի շրջանում երկրորդ շաբաթը իրեն Հովանոցնեսի, Հովանվրոտնեսի եւ Գրիգոր պարտադիր ամեն տարի գոնե այդ օրը, եթե ոչ տարվա ընթացքում երկրորդ անգամ պարտադիր էլի ոչ թե սովորական հարգանքի դուրք մատուցելու։ Ես արդեն սովորել եմ իրենց հետ ապրել։ Ես սովորել եմ, որ ծնող ունեմ, որին պիտի գնամ տեսնեմ։ Տեսեք, Տերը ինչ է ասում, որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ ձեր սիրտն է։ Ադամը ձգվեց դեպի գիտության ծառը ու մահը մտավ աշխարհ։ Այսինքն սրտի ու ցանկության հետևից գնաց։ Իսկ Տասնաբանյան օրենքի 10-րդ պատվիրանը արգելք է դնում հենց ցանկությունների վրա։ Ինչի համար, որտեղ ցանկությունը բանական հոգու 3 մասը բանականը, զգայականը, տնկականի մեջ է, այսինքն մարդուն անդա դեպի ներքև է տանում։ Իմ սուրբին սովորացրել է եւ ինչ չէ, սերունդներ հսկայական առումով, որ գանձերը որտեղ որ լինի, ես որտեղ որ տեսնեմ այդ գանձը, որտեղ որ թողնեմ, այնտեղ եմ գնալու։ Դրա համար այն գանձերի տեղը, որ իրենք արդեն ցույց են տվել, ես անդադ փորձում եմ գոնե թիթեռի նման մի անգամ այդ գանձերի կողքով անցնեմ, որտեղ որ ինքն է ասում։ Վերին Երուսաղեմ կլինի, գիրքը կլինի, միտքը կլինի, թե կենթանի Աստծուն ամեն օր ու ամեն վայրկյան։ Իսկ երբ որ գիրք հարցմանցը լույս տեսավ, տարար առաջինը Տաթև։ Առաջինը դա ասեմ ձեզ, ես ձեր նման մտովի մի հատ խաչ գծեցի, ուզեցի որ խաչով առաջի 4 օրինակը մակարավանք, Տաթև, դե Էջմիածինը բնականաբար 200 օրինակ վեհապար հորը որպեսի քահանայած դասին։ Եվ 44 օրյա պատերազմը արդեն սկսված, համարձակությունս հերիքեց, որպեսզի գիրքը վերցնեմ, սրտից դնեմ, գնամ հասնեմ Արցախ։ Հասկանում էի, որ ժամանակը չի, պատեհ չի, այսինքն պատերազմի դաշտում, բայց ինքը զինվորի նման ոտքի իր կանգնել։ Ինքը այդ օրերին եկավ հրատարակությունը։ Ես հասկացա, որ ինքը զինվոր էր, ու այդ խաչը պիտի գծվեր մտովի։ Ու գնացի ասա։ Դե գնացի ինչ որ իրականում այնտեղ տեսակ 44 օրյայի, բայց գիրքը ամեն պարագայում արդեն հենց սրբազանն էլ, Պարքև սրբազանն էլ տվեցի։ Ու այդ մտածեցի, որ սա թեկուզ ժամանակավոր պարտություն լինի, որ միևնույնն է, եթե վարդապետն է ոտքի կանգնել, նշանակում է մենք անելիք ու ասելիք ունենք։ Ու վստահ եմ, որ ասելու ենք ու անելու ենք։ Որ ամենասիրելի իր ցիտատ ասեմ, այդ մեջ բերում, հա, իր խոսքերից կամ որ ամենասիրելին միշտ կա տենց իր խոսք կամ խրատ ինչ որտե բավականին շատ ունի, բայց ասում եմ պատվական իրը բարձր տեղում ես դնում։ Կամ ենթադրենք ասում է, երբ որ ձեթը պարզում է, մրժու գետնին է նստում։ Այդեն մարդկանց մասին է, ովքեր որ փորձում են ժամանակին ինչ-որ բաներ ասել, բայց միևնույն ժամանակը կդնի տեղը։ Բայց փաստը մնում է փաստ, որ ասենք խնդիրը այն չի, որ փրկվեմ ես, փրկվի երկրորդը ազգովի, քանի որ իսկապես շատ լավն են հայ մարդը դարերով մարգարիտը հոգու մեջ չարել ունենք, չարացած են երբեմն նյութապաշտ են, բոլորը ժամանակի առումով պետականությունը մի քանի անգամ կորցրել ենք, սրանք բոլորը ժամանակավոր սայթաքումներ են, ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ
հայ մարդու տեսակը ոտքի պիտի կանգնի իսկապես իրար օգնելով, իրար սիրելով, հարգանք ունենալով իրար նկատմամբ այդ սեր բառը Տաթևացին ասում է, տեսեք, կարկինի նման, ինչքան որ կարկինը ոտքը հեռու է գցում, շրջանը այնքան ավելի մեծ է գցում։ Այսինքն ասում է սերդ աշխատի, որ քո դրա բերցավորից դուրս եղբորը դրացուդ հարևան ավելի կարկինը ինչքան մեծ բացես, այնքան այսօր մենք պիտի նենց բացենք, որ բոլոր նախ եւ առաջ հայրը, հայությունը մեջը դերարենք, հետո էլ կամած սենց տենենց օտարասերենք ու շատ լավ օտարասերենք քրիստոնյա մարդը պիտի նաև ամբողջ աշխարհի համար աղոտ կանի, ամբողջ աշխարհի խաղաղության համար անի, այնպես որ այդ վարդապետի ասած աստիճանները օգտագործենք, ասма տեսեք, հրեշտակից ավելի շատ մեծ Աստված սիրեց, որովհետև նաև կամք տվեց, հրեշտակին կամք էլ չտվեց։ Հրեշտակը միայն ծառայություն է մատուցում։ Իսկ քեզ ասում է Քրիստոսի եղբայրը դարձրել։ Արժանի եղիր կոչմանդ։ Շատ դարերով ընկղմվել ենք այդ ցեղի մեջ։ Բավականաչափ մաքրվելու խնդիր ունենք, բայց ըստ իս եթե ուզում ես որ այդ պատմուճանը հագնես, մի անգամից կարող ես հագնես։ Նա ով մի անգամ կկարողանա գիտքարծմանց անցնի, հետո կհասկանա, որ հակը մի պատմուճան ունի, որ թագավորական ու արքայական է, ու ինքը լույսերի մեջ է։ Մի բան խոստովանություն չասեմ, սա կիսվեմ, ես երբ որ գիտքարծմանցն էի կարդում Հայաստան, որ ասեցի, այնպես էր կլանում, տանում կարդում էր, որ հետո երբ որ ասում էի գնամ աղոթեմ, ոնց որ արդեն վերջ էլի ինձ համար դառավ, որ այդ երբ որ կարդում ես մի բան բացվում էր, փառք ես Տեր Աստված, ուրախություն ցնցում, դու գիտես թվում էր, որ եւ արդեն դու աղոթել ես, լցվել ես, գնաս շուտ մի հատ հայր մեր ասես կամ մի հատ աղոթ, արդեն տեղ չկա։ Դու մի ուրիշ իրոք Տաթևացին մի հզոր բան է, ինքը քեզ ինչա տվել Տաթևացին։ Ինձ այդ պատմուճանի զգացողությունն ա տվել անընդհատ։ Այսինքն ես անընդհատ տենց երեխունման շատ ուրախացած զգում եմ, որ շատ սիրուն հագնված իր ամոթից դուրս եմ գալիս փայլերի մեջ, լուսերի մեջ ու անընդհատ դեպի երկին գնացող հնարավորություն ա տալիս։ Գնաս գաս։ Իսկ հիմա փաստորեն արդեն կամած վերջացնենք, հաճելի է Տաթևացի մասին ժամերով կարելի է խոսել։ Հիմա աշխատում ես քարոզ գրքերի վրա, հուսանք 20 տարի չի տևի, ավելի շուտ Աստծո օգնությունը կլինի, որովհետև գիտեք, այս աշխատանքները, որ պես ասեմ, 188 քարոզ ամառան հատորում, 160 քարոզ ձմեռան հատորում։ Ես ինքս իմ առջև խնդիր եմ դրել օրը գոնե մի քարոզ, որ կարողանամ մի տարի լավ, առավելագույն եթե անգամ, բայց արագ վերջացնեմ, որովհետև ամեն օր որ մի քարոզ արդեն վերջացնում, 16 քարոզ արդեն արել եմ։ Ախր այդ քարոզները, ասում եմ, մեր եկեղեցու տաղավար տոներին չէ, 365 օրվա գումարով այդքան են գալիս։ Դրանք դառնալու են լույսի խոսք։ Մեր երիտասարդներն է շատ լցված դուրս գալու եկեղեցուց։ Որովհետև այո, ինքն էլ հենց այդպես է ասում է երկու պատճառով գրեցի։ Առաջինը, որ պատշաճ քարոզներ չկային, եւ ուզեցի, որ ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես հետո այդ խոսքերը ունենան։ Այսինքն նաև հետագայի մասն է մտածել, մեր մասն է մտածել։ Այնպես որ մենք մոտ 350 հրաշք քարոզներ ենք ունենալու, հրաշք։ Ոչ միայն տաղավար, ինչի ամառային եւ ձմեռան հատորներ, ամառային, այսինքն գարնան եւ ամռան տաղավարտոները, աշնան եւ ձմռան տաղավարտոները, այդ առումով ամառան եւ ձմեռան հատորներ։ Բայց հիմա կոնկրետ ամառան հատորը դեռ սկսում ասենք Տասնաբանյան օրենքի 10 պատվիրանները, որ շատ անհրաժեշտ է ամեն մի իրեն քաղաքակիրթ համարող մարդու համար։ Հետո արդեն գալու է առաքինությունները, հավատ, հույսեր, նոր արդեն կանցնի տաղավարտոներին։
այսինքն նախապատրաստական այո դնում է։ այո Կա տարբերակ կա, որ ասում են ինչ որ որոշ քարոզները իրեն է չի, դա որոտնեցինն է կամ ուրիշ, այսինքն տես բան։ Ինքը առանցին որոտնեցու քարոզները գրի է արել, դրանք առանցին Զմրան, վամրան հատոր, ամենը իրենն է։ բոլորը իրենն է, նրանք առանցին գրի է արել, դրանք հրատարակվել են, որոտնեցին հարաբես երբևիցե աշխատություն չի ունեցել, եթե իր այդ գրառումները չլիներ։ Շատ են փորձել իրեն հեղինակազրկել, ես կարծում եմ, որ այստեղ նախ առաջինը լատին եկեղեցու ձեռքն է երևում ամենտեղ, որովհետև երբեմն մերոնք գլխի չեն ընկել, թե այդ քամին որտեղից է գալիս, բայց հիմնական թշնամին, հիմնական ուղղվածությունը այնտեղից է եկել։ Ամեն ինչ արել են։ Սանա, ես երբ որ Մոսկվայում պաշտպանեցի թեզը, քննության ժամանակ, այսինքն պաշտպանության ժամանակ, ես ներս մտա, հանձնախումբ էր մի 15 հոգի եւ հոգեորականներ եւ իմ ղեկավարը շատ ուրախ էր, ինքը իր որոշ ռեցենզիա, որ ասում են, այդ իր որոշումը, որ գրել էր, ինքը ասում է հեղինակի հետ կարելի է վերջում այսպիսի խոսքեր երամեծ սուրբ ասել, իրոք երամեծ սուրբ, ասենց բան էր ասում, ուրեմն մեր երամեծին ցույց տանք, որ իսկապես 16-րդ դարի մանրանկարում 3 անգամ ինքը մեծ է նկարված, քան ժամանակակիցները։ Հա։ Իսկապես երամեծ։ Ուրեմն սա իմիջիալոց գիրք հարցմանցն է աշխարհաբար տարբերակով, եթե ստացվի ունենակ Տեր հայրերից բռնագրավեք։ Ուրեմն մարդը շատ ուրախ, շատ ուղղակի իրոք բան էր, ինքը տարիքով մարդ էր, հայրաբանությամբ էր, ինքը պատրոլոգիա դասախոս, պրոֆեսոր, Ռուսաստանի հայտնի։ Ուրեմն մտա թեզը պաշտպանելու, այսինքն զգացի ինքը շատ բան նեղ վիճակի մեջ էր, որտեվ երևի հարցակվել էին, ասել են, ես ոնց ես տաթևացի բերել ես այստեղ Մոսկվայում պաշտպանել։ Եվ ինձ հարցում է ինչքան թեզից խոսք չգնաց, ինչպես տաթևացին հույների հետ ոնց էր, հույներին ինչ էր ասում, ասում եմ հույներին ինքը հասկացա ինչ էր տանում, հույների հետ ասում եմ այդքան բան չէ, կոնկրետ, ասել դեր խնդիրը կաթոլիկների հետ է, բնականը դա մեսեջեր հույներին էր, այդ մարդ որ հարցեց, ես դարձավ կողքը, որ հասկացաք ինչ է բան, բա ինքը նարեկացու մասին ասել է, ասի այո արտահայտվել է, լավ, ասեցին, որ քո գիրքը խոսք կտաս, որ եթե գիրք տպես չգրես, որ դա ստեղ է պաշտպանում։ Հա։ Այս աստիճանի, որտեվ ես իմ ղեկավարը շատ երբ որ իրեն էի քննություն հանձնում, ինքը ոսկեբերան էր շատ սիրում, ես էլ ոսկեբերան, ես էլ էի այտենց շատ եմ սիրում, ոսկեբերանի շատ բաներ խոսեցի, ինքը հարցեր տվեց, ասես լավ, հասկացանք, գիտես, ոսկեբերան կարդացել ես, կարդում ես, ասեց դուք ինչ ունեք։ Ասի դե նարեկացի, ասա դե նարեկացին գիտենք, էլ ինչ ունեք։ Ասի Գրիգոր Տաթևաց, հետո ասեց։ Մոտ 40 րոպե, ամենա մի ժամ ես Տաթևաց եմ ներկասել, իր կյանքը, գործերը, մեկ էլ ինքը սենց բանով ասեց հայ սուրբ, եթե դու թեզ չես ընտրել գրելու, կառաջարկեմ Տաթևացի ներկայացրի, ասի հնարավոր է, ասեց не то что можно, ասեց нужно։ Ասма, եթե դուք չներկայացնեք, մենք չճանաչենք, ով պիտի ներկայացնի, ու տենց թեզը ծնվեց։ Բայց իրա վրա հարցակվեցին, դու ինչպես ես բերե, բայց փառք Աստծո դա բանով եղավ, որ այդ իմ մամայիս հանդեպ այդ պարտքը, որ պետք է ռուսերենով լիներ, ու տենց ռուսերենով եղավ այդ աշխատությունը, ու դա շատ կարևոր է, ինձ թվում է ուրիշ լեզուների վրա թարգմանվի, գոնե ռուսերենով։ Այո։ Գիրք հարցմանցը ինձ առաջարկել են թարգմանս, ես չեմ կարող այդ իմ բեռը չի։ Արդեն աշխարհաբար թարգմանությունը կա, կարծում եմ, եւ ռուսերենը եւ անգլերենի տեսլականը ավելի դյուրին է դա։ Այո, ավելի իրատեսական որ ավելի հասնի, որտեվ անկեղծ եմ ասում, ես շատ եմ մեջբերումներ բերում իմ վիդեոների մեջ։ Տեսեք, ինչ որ Թոմա Ակվինացին արեց լատին եկեղեցու համար, Տաթևացին արեց արևելյան եկեղեցիների համար։ Այդ առումով մեր սյունը։ Այո, ուզում եմ ասեմ, որ
երբ որ տաթևացուց բաներ եմ դնում իմ, այսինքն Telegram ալիքում կամ YouTube-յան ալիքում որոշ բաներ տաթևացի, շատ ռուսներ հիացած, այսինքն իրենց համար sense մի գանձ է, իրոք գանձ է, արտահայտվում են եւ ասում են, այս ինչ բան է։ Դա իրոք աստվածային մի մեծ մեծություն։ Ասես մենք կարանք ժամերով խոսենք, բայց ժամանակը մի քիչ բան, sense մի վերջի հարցումը տամ, ես միշտ սանա հարցում եմ տալիս, որը ակնկալում եմ պատասխան 1 բառով։ Հարց եմ տալ, որ 1 բառով։ Բայց այս անգամ 2 հարց կտամ, որտեվ 2 նյութ եղավ, Երուսաղեմը ինչ է քեզ համար 1 բառով։ Փրկություն։ Փրկություն։ Իսկ Գրիգոր Տաթևացին 1 բառով ինչպես կարող ես։ Հայր։ Հայր։ Շնորհակալություն։ Թող Գրիգոր Տաթևացու բարեխոսությունը եւ մեր այս հայ Երուսաղեմի սրբավայրերը միշտ մեր ազգին առաջնորդ լինեն, օգնող լինեն, նամանդ քեզել եւ բոլոր նրանց, որոնք ցկտում են մեր եկեղեցու մեջ իրենց փրկությունը գտնել։ Թող Աստված օրհնի մեր սրբի բարեխոսությամբ իմիջիալոց ասեմ, որ մենք այստեղ Տաթևացու մատուռ ունենք։ Ես բանալին մոռացել եմ տամ կներես այս տոներով կտամ որ բան գնա։ Այսօր ես եմ շատ շնորհակալ այս օրերին հարության տոներին Երուսաղեմ գտնվել է արդեն իսկ տոն, բայց վարդապետին ներկայացնելը նաև ձեր հետևորդներին կարծում եմ հենց վարդապետը ինքը շատ գոհ կլինի մեզանից որպես երկուսաներ։ Այո։ Այս աշխարհում քայլող մեկը որ ռուսական լսարանն է ներկայացնում, ես որ փորձում եմ մեր հայոց եկեղեցու զավակներին ուժեղացնեմ, Աստված օգնական։ Պահապան, շնորհակալություն։ Սիրելի հարգելի բարեկամներ, այսօր այսքանը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եղաք, Աստված ձեզ օրհնի։